Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրվա վերջին հանդիպումն են ձեր ուշադրությանը ներկայացնում ԱՖԼ Արմենիա YouTube-յան ալիքի եթերում։ Սա էլիտ լիգան է, որտեղ Նյուքասլ Յունայթեդը մրցում է Սելտա Մարաշի հետ։ Ծանոթանանք մրցող թիմերի կազմերին, սկսենք Նյուքասլից։ Մանգասարյան համար 9, Սարգսյան համար 10, Մանգասարյան համար 18, Կոստանտյան համար 6, Մկրտչյան համար 7, Խաչատրյան դարպասում, Չիլինգարյան համար 8, Ամբարսումյան համար 13, Առաքելյան 22 և Աբրահամյան համար 3, Ասրյան համար 2, Դանելյան համար 25, Ասրյան համար 17 և Մկրտումյան համար 77։ Սելտա դարպասում Բոքսյան համար 1, Եփրեմյան 16, Հայջյան 10, Հարությունյան 7, Սենեքեմիլյան 11, Ենգիբարյան 17, Դուրգանյան 2, Ղուկասյան 23, Կամար Սավարի Սուլիչը մեկնարկել է հանդիպումը, այո, Նյուքասլի ֆուտբոլիստներն են գնդակով, Բոքսյան համար 9 և Պապյան համար 40։ Գնդակով Նյուքասլի ֆուտբոլիստներն են, Մանգասարյան, լավ շրջվեց այստեղ 2-3 մրցակցի շրջափակումից դուրս եկավ, բայց այո, ստիպեց պաշտպաններին հեռացնել գնդակը և եզրից կնետեն Նյուքասլի ֆուտբոլիստները։ Շատ հետաքրքիր հանդիպում է, 50 րոպեներ են մեզ սպասվում։ Սիրելի ֆուտբոլասերներ, սա հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ ԱՖԼ էլիտ լիգան է, 13-րդ տուրը։ Որտեղ Նյուքասլը գտնվում է 3-րդ հորիզոնականում 11 անցկացած խաղից հետո ունի 25 միավոր, իսկ Սելտան 13 միավորով 9-րդն է։ Այո, ակտիվ են սկսել Նյուքասլի ֆուտբոլիստները հանդիպումը, բայց հեռացնում են այստեղ գնդակը Սելտայի պաշտպանները և հետ փոխանցում դեպի դարպասապահ Ասրյանը։ Մանգասարյան թողեց գնդակը Դանելյանին, ետ փոխանցում, եզից կնետեն Նյուքասլի ֆուտբոլիստները։ Եվ խաղարկում են այստեղ պաշտպանության Նյուքասլի խաղացողները գնդակը, Դանելյան, ետ փոխանցում և գրոյ տեղափոխություն դեպի աջ, միասով գրոյն Դանելյանը, բայց տեսնենք Դանելյան, Մանգասարյան, ուրիշ Դանելյան, լավ խաղարկումներ էր այստեղ, հարված և մի փոքր շեղ է ընթանում գնդակը, շատ ակտիվ է սկսել Նյուքասլը այս առաջիկա րոպեները, անցած րոպեները ներողություն եմ խնդրում։
մրցաշարային աղյուսակի տեսանկյունից, այո, հիշեցնեմ, որ 12 խաղից հետո առաջատարը Վիլյարեալն է 32 միավորով, նրա թիկունքում Ատլետիկոն է շնչում 30 միավորով, տամենը 2 միավորի տարբերությամբ է ետ, երրորդ տեղում գտնվում է Նյուքասլը, չորրորդ տեղում Լիվերպուլը, եւ որն է հետաքրքիր Նյուքասլի համար, այստեղ վաղը առաջ եւ իրենց հետո գտնվող թիմերը համապատասխանաբար Ատլետիկոն եւ Լիվերպուլը մրցելու են միմյանց դեմ եւ անկախ այդ հանդիպման արդյունքից իհարկե Նյուքասլին դա ձեռնտու է, բայց պետք է այս խաղում անպայման կարողանան իրենց 3 միավորը վաստակել եւ հարված կլինի Նյուքասլի դարպասից լավ փոխանցում այստեղ Դանիելյանը լավ կասեցեց գնդակը անցավ եւ կար խաղի կանոնների խախտում այո ձեռքով վայեցին այստեղ Դանիելյանի առաջ խաղացումը եւ այո մրցավորը ցույց է տալիս այստեղ դարպասապային դեղին քարտ Սելտայի դարպասապային միջելու համար հարված եւ պաշտպանի վրա ընդունում գնդակը Սարգսյանի հարվածից հետո Մանգասարյան բայց այստեղ Սարգսյանը դեպի առաջ փոխանցում էր սպասում եւ իհարկե չհասավ այս գնդակին Սելտանը գնդակով Դրում են ձախքեզով Սելտայի ֆուտբոլիստները լավ փոխանցում էր, բայց կարողացավ այստեղ Առաջինը Գարյանը Ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Սելտայի պաշտպաններն են եւ կլինի եզրային նետում փոքր Նյուքասլի Ռակելյանը գնդակը կմցնի խաղի մեջ Փոխանցում Մանգասարյան դարպասապայի հետ է խաղում Եզից կնետեն Սելտայի խաղացողները Լավ փոխանցում, բայց չի հասնի այստեղ գնդակին Սենե Քերիմյանը Փոխանցում այստեղ դարպասապահ Ասուրյանին Փոխանցում աջ Լավ անցավ այստեղ մեկին Փոխանցում դեպի Մանգասարյանը, բայց Սելտայի պաշտպանի վրա է ընդունում գնդակը Սենե Քերիմյան եւ Սելտայի ֆուտբոլիստների մոտ են, բայց կարողացավ Նյուքասլը վերադարձնել այն
Մանգասարյան լավ շրջվեց։ Գրում են աչեզով Նյուքասլի ֆուտբոլիստները, բայց լավ է դուրս գալիս Սելտան պաշտպանությունից։ Լավ փոխանցում դեպի առաջ, բայց ուժեղ ստացվեց։ Հերվից հարվածի փորձ և մի փոքր բարձր ընթացավ գնդակը։ Ուժեղ հարվածով մտցրեց խաղի մեջ, բայց հեռացեցին այստեղ Սելտայի պաշտպանները գնդակը։ Այո, եթե չեմ սխալվում, Եփրեմյաններ։ Եվ հետ փոխանցում դեպի Ասրյանը։ Ակեց այստեղ փոխանցման ճանապարհը Նյուքասլի ֆուտբոլիստը և տեսնենք հարված մի փոքր շեղ ընթացավ այստեղ հարվածը Գրում են նորից Սելտայի ֆուտբոլիստները, տեսնենք փոխանցում կենտրոն, գրոյ տեղափոխություն դեպի ձախ։ Եվ այսպես աղարկում են դեպի պաշտպանություն գնդակը Սելտան։ Հնեք Էմիլյանն էլ իջել է օգնելու պաշտպանությանը։ Հիշեցնեմ, որ թիմերը երկրորդ տուրում հանդիպել են միմյանցը և գերվստահ հաղթանակ է տարել Նյուքասլը այդ խաղում 7-2 հաշվով Սելտայի նկատմամբ։ Հիմա պատասխան հանդիպումն է, որտեղ արդեն միավորներ կորցնելու տարբերակ չունեն թիմերը։ Փոխանցում և Բոքսյանը ֆիքսում է գնդակը այստեղ։ Սխալ փոխանցում էր Մանգասարյան և կլինի անկյունային հարված։ Հարված ևս մեկ անկյունային կհետևի։ Այստեղ փոխանցումը և նորից հեռացնում են Սելտայի պաշտպանները գնդակը։ Սխալվում են այստեղ պաշտպանություն Սելտայի ֆուտբոլիստները, կհետևի Նյուքասլի կատարմամբ ևս մեկ անկյունային, տեսնենք։ Փոխանցում, հեռացնում են գնդակը և հիմա արագ հակակրոյ են դուրս գալիս Սելտայի ֆուտբոլիստները, կարողացավ կատարել այդ փոխանցումը
Հարությունյանը և տեսնենք Աչեզրով են գրովում, բայց այստեղ Տանելյան լավ փոխանցում էր, բայց մի փոքր ուժ էր։ Գրոյ տեղափոխություն դեպի Աչ Եկեմիրյան լավ անցում կատարեց այստեղ թիմի պաշտպանը լավ էր մտածել, բայց փակեցին փոխանցման ճանապարհը եւ հիմա կարող է արագ հակակրող կազմակերպել Նյուքասլը ինչ էլ անում է, տեսնենք կբացեն հանդիպան հաշիվը Նյուքասլի ֆուտբոլիստները փոխանցում եւ ոչ բարձր ընթացավ արված այստեղ շատ լավ արեցին ամեն ինչ, բայց պետք է եզրափակել այս գեղեցիկ գրոհը։ Այո, Սարգսյանի հարվածը մի փոքր բարձր ընթացավ։ Մանգասարյանն է այստեղ պայքարում Սելտայի ֆուտբոլիստի հետ։ Գրոհի տեղափոխություն դեպի ձախ։ Կահասի գնդակին այստեղ այո հասավ, բայց գնդակը Նյուքասլի ֆուտբոլիստների մոտ է Սարգսյան, տեսնենք փոխանցում դեպի կենտրոն, հարվածային է դիրքը և պաշտպաններն իրենց վրա են ընդունում գնդակը Սարգսյանը կիրասնի անկյունայինը Գրոհում է Սելտան, բայց փակեցին հարվածը Նյուքասլի ֆուտբոլիստները և տեսնենք Սարգսյան սխալվեց այստեղ Սարգսյանը և կարող է բացել Սելտան հանդիպման հաշիվը փոխանցում, հարված չի հետևում ինչ են անում Սելտայի ֆուտբոլիստները Իրեքը մեկ Տուգանային կիրասնի այստեղ Նյուքասլը, Սարգսյանն է գնդակի մոտ տեսնենք կա մրցավարի սուլիչը Սարգսյան հարված և այստեղ այո բացեց Նյուքասլը հանդիպման հաշիվը, սա ավելի շատ հարված չէր, այլ տնային աշխատանք փոխանցում կատարեց Սարգսյան են հանդիպման հաշիվը այո եթե չեմ սխալվում գոլը իր անվան դիմաց գրանցեց Չիլինգարյանը թեմի 5 համարը
Եվ այո, վերսկսվում է հանդիպումը դաշտի կենտրոնից։ Գնդակով Սելտայի ֆուտբոլիստներն են, բայց նորից Նյուքասլը գնդակը կարողանում է իրենց կողության տակ վերցնել։ Լավ փոխանցում էր, ինչ կլինի այստեղ Սարգսյան, Չիլինգարյան 2-0, դուբլ։ Այո, բայց ևս 2 գոլային ասիստ Սելտան է գնդակով Սարգսյան լավ փոխանցում ստացվեց, բայց Եզից նետում են Նյուքասլի ֆուտբոլիստները Հարված և պաշտպաններն իրենց վրա են ընդունում գնդակը Եվ դրոյ են հասնում Նյուքասլը Այստեղ Մանկասարյանը անզորացաբար փրկեցի փոխանցման ճանապարհը Սարգսյան հեռվեց, բայց շեղ ընթացավ գնդակը Չիլինգարյան ետ փոխանցում այստեղ Մանկասարյան խաղարկումներ այո Նյուքասլը հանդիպան այս ընթացքում այս գնդակով ավելի շատ է տիրում իհարկե քան Սելտան հաշվի տեսանկյունից էլ առավելությունը իրենց կողմն է, բայց պետք է մենք տեսնենք այս պահին հակառակ պատկերը, պետք է Սելտան գնա առաջ բերելու այդ կորցրած 2 գնդակները։ Եզից կնետեն Սելտայի ֆուտբոլիստները։ Կրում են ձախ եզրով։ Փոխանցում։ Ինչ է այստեղ։ Եվ սխալվում են, և նորից Սարգսյանն է գնդակի վրա, բայց նա էլ կորցրեց գնդակը, 1-1 ու սխալներ։ Եվ ես իսկ կնետի Սելտան։ Սենեքեմիյանն է խաղարկում գնդակը այստեղ։ Ենգի Բարյանի հետ լավ խաղարկումներ, բայց հարված կլինի Սելտայի ներողություն Նյուքասլի դարպասից Ասրյանը գնդակը կմրցնի խաղի մեջ լավ թողեց այստեղ Սարգսյանը գնդակը հարված և Բոքսյանն էլ այստեղ է փրկում իր թիմի վերահաս գոլից շարունակում է Նյուքասլի գրոհը փոխանցում Սարգսյան հարված Եվ շեղ ընթացավ հարվածը Չիլինգարյան
Ետ փոխանցում այստեղ և փոխանցում Սարգսյանի ուղղությամբ լավ նկատեց այստեղ Սարգսյանը խաղ ընկերոջը, բայց չկարողացավ եզրափակել գերողը Նյուքասլը, հակառակ դեպքում հանդիպան հաշիվը արդեն կլինեց խոշոր։ Այո, Մանգասարյանը շատ նպաստավոր դիրքից վրիպեց, ու ավելի ճիշտ կարելի ասել չկարողացավ կատարել հարվածը։ Սարգսյան տեսեք ինչ կտրող փոխանցումներ է այսօր նա կատարում։ Երկու ասիստ արդեն գրանցել է իր անվան դիմաց։ Բայց դրանով իհարկե չի բավարարվի նա։ Եվ ինչ այստեղ խաղի կանոնների խախտում, այո, սուլեց մրցավարը։ Տեսնենք գնդակի մոտ են Նյուքասլից 2-3 ֆուտբոլիստներ, կամ մրցավարի սուլիչը, բայց բոլորը հեռացան, Սարգսյանը մնաց գնդակի մոտ։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի, գուցե հարված հետևի այստեղից։ Նա կարող է նման դիրքերից գրավել դարպասը, իհարկե Սարգսյան շատ լավ հարված կատարեց, բայց շեղընթացավ գնդակը։ Եվ Սեյտան էլ 1-2 փոխանցումով շարժվեց առաջ, բայց նորից գնդակը Նյուքասլի վերահսկողության տակ է։ Չիլինգարյան լավ անցում կատարեց, տեսնենք, կա աչից տարբերակ, փոխանցում, հարված և Օքսյանն է փրկում հիմա էլ իր թիմին։ Այո, Սարգսյանը կիրացնի անկյուրային հարվածը, տեսնենք։ Կա փոխանցումը։ Առաջի խաղակեսն ավարտված է, կարճատև դադարը, որից հետո կհանդիպենք։ Ֆուտբոլասերներ մեկնարկում են Նյուքասլ Յունայթեդ Սեյթան առաջ հանդիպան եկել խաղակեսը, առաջին խաղակեսը հանդիպան հաշվի 2-0 Նյուքասլի։ Այո, 2 գոլերն էլ իր անվան դիմաց գրանցեց Չիլինգարյանը, 2 գոլերի փոխանցումներն էլ իր անվան դիմաց գրանցեց Սարգսյանը թիմի 10 համարը։ Եվ տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կփորձեն անել Սեյթայի խաղացողները։ Խաչատրյանն է գնդակով և այստեղ եզրից կնետեն Նյուքասլի խաղացողները։ Ուժեղ փոխանցում դեպի առաջ, բայց գնդակը չհասավ Սարգսյանին, պաշտպանն իր վրա ընդունեց։ Եվ հիմա էլ Չիլինգարյանին է դեպքում գնդակը հեռանում դաշտի եզրային սահմաններից և եզրային նետում արագ խաղարկում են Սելտայի ֆուտբոլիստները։ Հայջան փոխանցեց դեպի աջ, տեսնենք լավ անցում ստացվեց այստեղ։ Նյուքասլի ֆուտբոլիստներն են, Մանգասարյան ինչ սառնասիրտ գործեց այստեղ։ Արագ է խաղարկում այստեղ գնդակը դիպավ մրցավարին, արագ խաղարկում Նյուքասլի կողմից, բայց հասցրեցին Սելտայի խաղացողները վերադասավորվել։
Եվ հիմա կենտրոնում խաղարկումներ Սարգսյան, փոխանցում դեպի Մանգասարյանը, Չիլինգարյան և այո, գրոյի տեղափոխություն դեպի ձախ Մանգասարյան, հակեցին փոխանցման ճանապարհը բայց ևս մեկ փոխանցում կատարեց, որտեղ Սարգսյանն է և հիմա տեսնենք Սելտան ինչ կփորձի անել, կարող են կրճատել հաշվի տարբերությունը և շեղ է հարվածում այստեղ նպաստավոր դիրքից Ղուկասյանը Ով է հելը, որ գորում է իր արի արման։ Այո, մրցաշարային աղյուսակի տեսանկյունից եթե նայում ենք Գուրգայանը հելել արմանը մտա։ Եթե հաղթում է օրինակ Նյուքասլը վաստակում է 28 միավոր և 2 միավոր անկախ Ատլետիկոյի հանդիպումից ետ է մնում նրանից, բայց իհարկե կրճատի հաշվի տարբերությունը եթե հաղթում է Սելտան, ապա շրջանցում է Բեռներին Այո, և կարողանում է 16 միավորով բարձրանել 8-րդ հորիզոնական Սարգսյան լավ փոխանցում էր այստեղ Մանգասարյան և բարձր է ստացվում այստեղ Սելտայի ֆուտբոլիստի հարվածը, այո իսկ հարված կատարողը եթե չեմ սխալվում Դանելյանն էր Կրոմ են և խլեց Դանելյան այստեղ գնդակը տեսնենք Եվս մեկ հարված, բայց նորից շեղ է ընթանում Մանգասարյան լավ փոխանցում էր դեպի խաղանքերոջը Մանգասարյանին, բայց ուժ է ստացվեց այս փոխանցումը Կեսրային ուտում այստեղ իրացուեց Սելտան, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը և հարված կլինի Խաչատյանի պաշտպանած դարպասից Դանելյան լավ փոխանցում ստացվեց, բայց այո Դակով Սելտայի ֆուտբոլիստներն են, գրոյի տեղափոխություն դեպի աջ, լավն էր այս փոխանցումը և Ենգիբարյանն է գնդակով փոխանցում կենտրոն Գրոմ են Սելտայի խաղացողները բայց անհասցե էր այս փոխանցումը Դանելյան լավ նկատեց, լավ թողեցին այստեղ գնդակը Սարգսյան կլինի գոլ Փորձ է շրջանցել նոր հարվածել Չիլինգարյան հեռացնում է դարպասապա Սելտան է գնդակով խաղարկում Չիլինգարյան փոխանցում Մանգասարյանի ուղղությամբ Առաքելյան ընդունեց գնդակը փոխանցում լավն էր այս փոխանցումը Դանելյան հարված 3-0 Դեմը մտնենք ընկեր Գար Կել ես մտնենք ընկեր Միշա 3-0 Նյուքասլ լուրջ հայտ է ներկայացնում արդեն 3 միավորի համար
Բայց ամեն դեպքում Սելտան կգնա առաջ փորձելու ինչ-որ բան ետ բերել, տեսնենք։ Առաքելյան Շիլինգանյան փոխանցում Սարգսյանի ուղղությամբ Սարգսյան և դեպի հետ հայո չի շտապի այլևս Նյուքասլը Մանգասարյան և այսպես կարող են անդադար խաղարկել գնդակը Շիլինգանյան փոխանցում դեպի Առաքելյանը և այո այսպես խաղարկում են ուղղակի գնդակը պաշտպանությունում Սարգսյան լավ էր մտածել բայց չանցավ փոխանցումը և հարված կլինի Խաշատյանի պաշտպանած դարպասից։ Սելտանը շարժվում առաջ։ Աչատրյան Չիլինգանյան շրջվեց այստեղ փոխանցում Սարգսյանի ուղղությամբ այո կա տարբերակներ աչից ձախից բայց ամենալավ տարբերակներից Սարգսյանը Չիլինգարյան չփոխանցեց Գեոին միացող Առաքելյանին չնկատեց Սարգսյան թույլ էր արդեն այս փոխանցումը եւ այո չկար այստեղ ոչինչ Չիլինգարյան այդ փոխանցում Մանգասարյան եւ այո այսպես տեսեք խաղարկում են Նյուքասլի ֆուտբոլիստները գնդակը Սարգսյան Չիլինգարյան Կոստանտյան Մանգասարյան Առաքելյան այո այսպես բոլոր ֆուտբոլիստներին հետով կարելի է թվարկել բայց Չիլինգարյան լավ փոխանցում է աջ Սարգսյան տեսնենք ինչ որոշում կայացնի լավ մտահղացում էր բայց շատ վատ կատարեց այստեղ Սարգսյանը այս փոխանցումը իր ասիակետին չասավ եւ նորից սխալվում է այստեղ դարպասապահը տեսնենք Չիլինգարյան փոխանցում եւ Մանգասարյանը փորձեց լավ եզրափակել գրոհը բայց չհասավ գնդակին Ես նետում են Նյուքասլի ֆուտբոլիստները Կոստանտյան կհետևի հարված Մանգասարյան նորից Կոստանտյան հարված եւ այստեղ փրկում է դարպասապահը Բոքսյանը Լավ փոխանցում են կարող են հիմա միգուցե կրճատել հաշվի տարբերությունը Սելտայի ֆուտբոլիստները փոխանցում հարված եւ Առաքելյանի վրա ընդունած այս հարվածը Եզից նետում է Սելտան տեսնենք Լավ փոխանցում էր գուցե հիմա եւ Խաչատյանը որսում է գնդակը Եվ սխալվեց այստեղ Խաչատրյանը Այս նորից որսում է Սելտայի խաղացողը գնդակը եւ հարված կհետևի Խաչատյանի պաշտպանած դարպասից Եվս մեկ անգամ հիշեցնեմ Նյուքասլը հաղթանակի դեպքում կամանա երրորդ հորիզոնականում այո անկախ վաղվա Ատլետիկո Լիվերպուլ հանդիպան արդյունքից բայց արդեն միավորների տարբերությամբ կմոտենա Ատլետիկո Երևանին արդեն երկու միավորի տարբերություն կլինի նրանց միջև 30 միավորով Ատլետիկո երկրորդ հորիզոնականում է 25 միավորով Նյուքասլը երրորդ իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վիլյարեալը 32 միավորով Ստանդարտ կիրասեն այստեղ Սելտայի ֆուտբոլիստները կա մրցավարի Սուլիչը փոխանցում
Եվ լավն էր փոխանցումը, բայց չկարողացան եզրափակել այստեղ գրոհը։ Այո, գրոհին էր միացել իհարկե։ Սելտայի պաշտպանը, բայց շեղ ընթացավ նրա կատարած հարվածը։ Չիլինգարյան, լավ գրոհի տեղափոխությունը այստեղ Մանգասարյանի ուղղությամբ։ Նորից Չիլինգարյան, գեղեցիկ էր, բայց Մանգասարյանը այլ ուղղությամբ էր առաջանում, իսկ փոխանցումը հետևեց Չիլինգարյանից դեպի այլ ուղղությամբ։ Ճիշտ չհասկացան այստեղ միմյանց թիմի 5 և 9 համարները։ Ինչ է կատարվում Սելտայի խաղացողների մոտ այսօր, այո, նրանք նման չեն իրենց։ Իհարկե, եթե խաղի տրամաբանության նայենք, պետք է Սելտան այս րոպեներին ավելի ակտիվ լիներ գնդակով։ Նրանք են պարտվում հաշվում մեջ, Մանգասարյան գեղեցիկ էր, հարված և դարպասապահը նորից փրկում է իր թիմը վերահաս գոլից։ Եվ հարված նորից Խաչատյանի դարպասից։ Արսեն, արամ, սուրոյին փոխի։ Գնա աղթը է։ Ասուլիչը, Կոստանդյան, փոխանցում Չիլինգարյանին, նորից Կոստանդյան, իհարկե չի շտապում Նյուքասլը, կա 3 գնդակի առավելություն այս պահին և ընդհանրապես շտապելու տեղ չունեն Նյուքասլի ֆուտբոլիստները, այսպես կարող են անդադար խաղարկել գնդակը, բայց Սելտան էլ այն թիմն է, որը տեսնենք և փրկում է Խաչատյանը այստեղ դրությունը։ Չեմ կարող ասել, եթե Սելտան գրավեր դարպաս, այո, կարող էր այնտեղ մրցավարը դիտել կրկնապատկերը, կարծում եմ կար տարբերակ ձեռքով խաղի, բայց նշանակված է անկյունային հարված։ Փոխանցում։ Հարությունյանն է գնդակով։ Հարվածային է դիրքը, բայց փակեցին հարվածի ճանապարհը այստեղ Նյուքասլի ֆուտբոլիստները։ Եվ այո, գուցե հիմա ակտիվ է Սելտան, Հարությունյան, լավ փոխանցում էր, բայց Խաչատյանը դուրս եկավ և հեռացրեց գնդակը։ Եզից նետում են Սելտայի ֆուտբոլիստները։ Չիլինգարյան այստեղ լավ խլեց գնդակը, բայց երկու խաղընկեր Արտյոմը սպասում է փոխանցմանը, հիմա կատարեց փոխանցում, բայց շեղ է։ Սելտան է գնդակով, բայց այստեղ Առաքելյանը լավ է պաշտպանվում։ Սարգսյան տարավ գնդակը, միանում է Չիլինգարյանը գրոհին, Սարգսյան որոշեց ինքը հարվածել և Օքսյանը հեռացեց գնդակը։ Սարգսյան փոխանցում։ Կոստանդյան։ Գրոհի տեղափոխություն դեպի ձախ, Դանելյանն է այստեղ գնդակով։
Մանգասարյան եւ այսպես լավ տեղափոխեց գնդակը դեպի ձախ, բայց չկարողացավ Դանելյանային պայել դաշտի սահմաններում եւ եսից նետեցին Սելտայի խաղացողները։ Չկար ոչինչ արված գնդակից։ Մանգասարյան լավ փոխանցում է նորից դեպի Դանելյանը։ Սարգսյան, Չիլինգարյան փոխանցում, Սարգսյան հարված կհետևի, բայց Բոքսյանը նորից վերցնում է գնդակը։ Լավ հանդիպում է այսօր անցկացնում Սարգսյանը, թիմի 10 համար է Նյուքասլի։ Աշոտյան գնդակը մտցել է սխաղի մեջ, Մանգասարյան շարժվում է դեպի առաջ, Սարգսյան լավ փոխանցում է Չիլինգայանի ուղղությամբ, բայց հակեցին պաշտպանները հարվածի ճանապարհը եւ հիմա Սելտան գուցե եթե մեկ գնդակ կարողանա ետ բերել, կարծում եմ կմտածեն ավելի մասին, բայց հեշտ չէ Նյուքասլի հետ խաղում այդ մեկ գնդակը ետ բերելը, արդեն 3 գնդակի տարբերությամբ պարտվում ես եւ այնելում Նյուքասլին։ Եվս մեկ եզային նետում։ Լավ փոխանցում, բայց կարծում եմ այստեղ չդիպավ Դանելյանը գնդակին, այո, այդպես է եւ եսից նետում է Նյուքասլը։ Չիլինգարյան թողեց գնդակը Սարգսյանին, տեսնենք ինչ են մտածել այստեղ Նյուքասլի ֆուտբոլիստները, փոխանցեց դեպի ձախ Սարգսյանը Կոստանտյանի ուղղությամբ, բայց կորցրեց թիմի պաշտպանը գնդակը եւ հիմա գուցե Սելտան կարողանա, տեսնենք փոխանցում, եւս մեկ փոխանցում եւ Խաչատրյանն է դուրս գալիս, բայց դատարկ դարպասը գրավում են Սելտայի ֆուտբոլիստները 3-1 Այո, գոլի հեղինակ է դառնում Սելտայի կազմում Ղուկասյանը եւ կա դեռ խաղաժամանակ իհարկե կա չգիտեմ դեռ մրցավարն էլ կփոխադրի իհարկե դեռ հիմնական ժամանակի ավարտին էլ կա բավական ժամանակ բայց միայն ոչ այսպիսի սխալները եւ Դանելյան եւ ինչ է այստեղ պաշտպան այո հեռացեց գնդակը դատարկ դարպասից շատ լավ հնարավորություն կորցրեց Նյուքասլը եւ տեսնենք անհետից կօգտվում են Սելտայի ֆուտբոլիստները Կոստանտյան հեռացեց Չիլինգայանն է գնդակով նորից Կոստանտյան եւ այսպես անդադար խաղարկումներ Սարգսյան լավ էր մտածել Սարգսյանը, բայց փակեցին երկուսով նրա փոխանցման ճանապարհը եւ հիմա Սելտան նորից հակագրոհի անցնում, հարված եւ հեռացնում են այստեղ գնդակը Նյուքասլի պաշտպանները եթե եւս մեկ գնդակ կարողանա Սելտան ետ բերել, ապա մեզ շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում հիմա գրովում են Սելտայի ֆուտբոլիստները Եվ անկյունային հարված Խաչատրյանը լավ փակեց այստեղ անկյունը, մոտակա անկյուններ փորձում գրավել Սելտայի ֆուտբոլիստը, բայց Խաչատրյանը իհարկե այսպիսի դիրքերից դուր չի տա։ Այո, հասցրեց այստեղ Սելտայի ֆուտբոլիստը և
Չիլինգարյան, գլեցին գնդակը նրանից և այո կար խաղի կանոնների խախտում Մանգասարյանի կողմից ստանդարտ, որը լավ հնարավորություն է Սելտայի համար լավ դիրք է հարվածի համար սա տեսնենք եթե չեմ սխալվում Ջենգիբարյանն է գնդակի մոտ ներողություն Հարությունյանն է ոչ թե Ջենգիբարյանը բայց փակեցին փոխանցման ճանապարհը նորից Եվ այո գնդակը Խաչատրյանի ձեռքերի մեջ է լավ փոխանցում առաջ և արագ հակագրովի կանցնի Նյուքասլը Սարգսյան Մանգասարյան լավ փոխանցում է այստեղ և ինչ է անում այստեղ Սելտայի պաշտպանը 3-4 հոգով դուրս են եկել նրա դիմաց բայց կարողացավ այդ փոխանցումը սահանքման գնով փակել Մանգասարյան լավ փոխանցում էր և այո խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից այո նյարդերը տեղի են տալիս Սելտայի ֆուտբոլիստների իհարկե երկու գնդակ զիջում են և հանդիպումն էլ արդեն մոտենում է ավարտին, քիչ խաղաժամանակ է մնացել Եսից նետում է Սելտան Փոխանցում տեսնենք, հարված կհետևի և ոչ այստեղ Էլով ոչ եթե Չիլինգարյանը փակեց այդ անցումը և շարժվում է առաջ, փոխանցում Դանելյանի ուղղությամբ Դանելյան անցավ այստեղ, Չիլինգարյան հարված և Բոքսյանը նորից պրգում է իր թիմին այն էլ որի օրդ անգամ այս խաղում Եթե նա չլիներ դարպասում, ապա 3-4 գոլ առնվազն խփած կլիներ Նյուքասլը Դանելյան Չկար այստեղ ոչինչ Գրոյի են անցնում Սելտայի ֆուտբոլիստները Կհետևի հարված ոչ հեռու թողեց գնդակը այստեղ Արսակվող թիմի ֆուտբոլիստները Եվ այո կդիտի մրցավարը կրկնապատկերը տեսնենք Այո դիտեց կրկնապատկերը մրցավարը չկար ոչինչ նշանակված է անկյունային հարված ավարտվել է նրա փոխանցման ժամանակն է հիմա ընթանում Եվ այո ինչպես հասկացանք սա արդեն վերջին դրվագն է հանդիպման տեսնենք նույնիսկ դարպասապահ Բոքսյանն է եկել առաջ գրովում են Սելտայի ֆուտբոլիստները հարված շեղ է ընթանում Եվ վերջ հանդիպումն ավարտված է 3-1 հաշվով Նյուքասլը հաղթեց Իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը Կհանդիպենք վաղը, ստեսություն և ամենայն բարիք